Բարև ձեզ, սարվա թեման է իմ այսօրվա հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանն է։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Պարոն Բլեյան, սկսենք Գյումրից, ինչ է տեղի ունենալու Գյումրիում։ Ընտրությունները բարձր են, բայց կարծես թե այնինչ լինելու է հետայսու կամ կոնկրետ ապրիլի 16-ին, երբ գումարվելու է նորընտիր ավականու առաջին նիստը, այդքան էլ պարզ չէ։ Ըստ երևույթի իրենք բոլորը համաձայնել են, որ ընդդիմադիրները համաձայնել են, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրու քաղաքապետ, հետագայում թե ինչ տեղի կունենա, քանի որ կան քրեական գործեր բացված, արդյոք նա կշարունակի պաշտոնավարել որպես քաղաքապետ, արդյոք կփոխվի քաղաքապետը, արդյոք նոր ընտրություններ կնշանակվեն, ինչ որ մի պահի, արդյոք դա կտարվի մինչև խորհրդարանական ընտրություններ, մի քիչ դժվար է կանխատեսել, շատ ավելի կարևոր է այստեղ խոսել այն պատճառներից, թե ինչու տեղ ունեցավ այն ինչ տեղ ունեցավ Գյումրիում, իհարկե յուրաքանչյուր կուսակցություն, դաշինք վստահ եմ հետևություններ է քաղում, այդ թվում Եվրադաշինքը, բայց գիտեք, այն պատկերը իհարկե ԿՊ-ն շատ ավելի ձայն հավաքեց, քան նախորդ ընտրություններում, բայց անհանգամանքը, որ այն կուսակցությունները, այն դեմքերը, որոնք իրավական առումով չպետք է իրավունք ունենային եւ ԿՀ-ն իրենց չպետք է գրանցեր ընդհանրապես որպես տեխնացու, իրենք գրանցված են եւ իրենք մասնակցել ընտրությունների։ Ես օրինակ դիտեցի ԿՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի մոտ եւ նա նորից խոսում էր ժողովրդավարությունից, որ բոլորը ունեն այդ հնարավորությունը, բայց գիտեք, օրինակ ես նաև հետևում էի, թե ինչ էր տեղի ունենում Մոլդովայում, երբ պրոռուսական կուսակցությունները պարզապես փակվում էին, իրենք դիմում էին դատարան, դատարանը մերժում էր իրենց, եւ ոչ մի դիտողություն չի եղել Եվրամիությունից կամ եվրոպական որևէ կառույցից, թե դուք ժողովրդավարությունից հետ ընթաց եք ապրում։ Մենք տեսանք, թե ինչ տեղ ունեցավ Ռումինիայում, երբ նախագահի տեխնացուն արդեն ԿՀ-ն չգրանցեց այդ տեխնացուին, որպեսզի նա մասնակցի ընտրությունների։ Մենք տեսնում ենք այս պահին, թե ինչ է տեղի ունենում Ֆրանսիայում, երբ ծայրահեղ աճ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ Մարին Լը Պենը փաստորեն, քանի որ նա ունի դատավարություն, արդեն քրեական հանցագործություն, նա մեղադրված է, նա արդեն կա վճիռ դատարանի կողմից, ԿՀ-ն ասում է, որ դու իրավունք չունես մոտակա 5 տարվա ընթացքում մասնակցել քաղաքական ընտրությունների։ Դա այն է, ինչ մենք խոսում ենք տարիներ շարունակ, երբ 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխությունը, բայց գնահատական, իրավաքաղաքական գնահատական չհնչեց, չամրագրվեց ազգային ժողովի կողմից 99 թվականի մայիսից մինչև 2018 թվականի մայիսը, իշխանությունը ուզուրպացած, Հայաստանը կեղեքած, որոնք ոչ միայն նկատի ունեմ նախագահի կամ վարչապետի մակարդակով կամ ազգային ժողովի մակարդակով, այլ նաև առանձին քաղաքներում տեղ գտած այն ուժերի, որոնք այս կամ այն կերպ սատարել են, մաս են կազմել իշխող կուսակցությունների այդ ժամանակ, ՀՀԿ-ն, Դաշնակցությանը, ԲՀԿ-ն եւ մնացած այլ Ռոբերտ Քոչարյանին, որը չունի կուսակցություն, բայց նաև մաս է կազմել այդ ամենին, չի եղել այդ գնահատականը։ Եթե մենք ունենայինք այդ գնահատականը, մենք չէինք ունենա այսօրվա պատկերը 21 թվականի ընտրություններից հետո ազգային ժողովում։ Եթե 21 թվականից հետո, երբ իշխանությունը ստանձնեց արդեն պողպատե մանդատը եւ նա պատրաստվում էր շատ լուրջ քայլերի գնալ, բայց նա չգնաց այդպիսի քայլերի, մենք ունեցանք այնինչ ունեցանք Երևանի ավականիում, եւ գիտեք, ԿՊ-ի վարկանիշը հենց ընկել է հիմնականում այն բանի պատճառով, որ նա հատիկ առ հատիկով առաջնորդվելով միևնույն ժամանակ թույլ է տալիս, որ մնացած բոլոր ուժերը պահպանեն իրենց թե ֆինանսական, թե մեդիա կարողությունները եւ լծակները եւ մասնակցեն ընտրությունների։ Այո, մենք կարող ենք խոսել, ինչպես պարոն Ալեքսանյանն է ասում, որ Գյումրիում եղել են ազատ անկախ ընտրություններ։ Այո, ես համաձայն եմ։ Բայց արդյոք իրենք արդար էին։ Ոչ, որովհետեւ այն ուժերը մրցակցային չէին այդ առումով։ Այսինքն, եթե դուք տեսնեք, թե ովքեր են անցել ընդդիմադիր դաշտից, բոլորը սեփականատերեր են։ Բոլորը ունեն ինչ-որ կալվածքներ, տարբեր ֆիրմաներ, անշարժ գույքեր, գործարաններ,
հա, կազմակերպություններ եւ այնտեղ աշխատողները բոլորը իրենց բարեկամներով գնացել են եւ քվեարկել են ձայն տվել այդ մարդկանց։ Այսինքն խոսել, որ ընտրությունները եղել են արդար, մենք չենք կարող։ Իրենք եղել են ազատ եւ թափանցիկ, այո։ Ես նաեւ եղել եմ վստահված անձ Եվրադաշինքից։ Եվ ես տեսել եմ, որ այո, օրինական է անցել ամեն ինչ։ Հիմնականում կասկած չկա, որ ընտրությունները այն է, ինչ արտացոլում են Գյումրու ընտրողների ցանկությունը, բայց իրենք չեն եղել արդար, որովհետև այն կազմակերպությունները քաղաքական եւ այն լիդերները, որոնք մաս են կազմել Գյումրու կեղեքմանը, իրավունք են ստացել մասնակցել ընտրությունների։ Այնտեղ չի կարող լինել ազատ մրցակցություն։ Պարոն Բլեյան, Գյումրիում, այսպես ասենք, հավաքական առումով հաղթեց ընդդիմությունը քրեաօլիգարխիկ համակարգը, թե պրոռուսական ուժերը։ Իրենք նույնականն են։ Ես միշտ նույնականացրել եմ օլիգարխիան եւ ռուսականությունը, պրոռուսականությունը, որովհետեւ մենք հենց նախընտրական շրջանում տեսանք, թե ինչպիսի աջակցություն ստացան որոշ կազմակերպություններ Ռուսաստանի կողմից, ռուսական տարբեր կողմի ընդ որում նույնիսկ իշխող Եդինա Ռոսիայի կուսակցության կողմից եւ որևէ հետևանք դա տեղի չունեցավ, դա չբերեց, որևէ հետևանքի չարձանագրեց։ Մենք տեսանք այն ձայնագրությունը, որտեղ փաստորեն հաղթած Վարդան Ղուկասյանը պարտադրում է եւ սպառնալիքի ներքո պարտադրում է որպես իրեն գան հավաքի մասնակցեն եւ խոսել, որ Գյումրիում տեղի ունեցավ արդար ժողովրդավար ընտրություն, դա նշանակում է, որ մենք չգիտենք, թե ինչ է ժողովրդավարությունը։ Դա հայկական ժողովրդավարություն է։ Մի ժամանակ մի անգամ հիշում եմ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործեց այդ հայկական ժողովրդավարություն տերմինը, դա տեղի ունեցավ մի քանի տարի առաջ, երբ Մարիոթ հյուրանոցում տեղի ունենում հանուն ժողովրդավարության այդ ֆորումը, որի մասնակցում է, եւ նա օգտագործեց հայկական ժողովրդավարություն տերմինը։ Այնտեղ ես արդեն սպառնալիք տեսա, որովհետեւ ժողովրդավարությունը չի կարող լինել հայկական, ամերիկյան կամ ինչ որ մի երկրի սպეციფիկ։ Այն պետք է լինի ուրեմն ունիվերսալ բոլորի համար, բոլոր ազգերն ու ժողովուրդները պետք է առաջնորդվեն ժողովրդավարության սկզբունքներով։ Չի կարող լինել առանձնահատուկ հայկական ժողովրդավարություն։ Հայկական ժողովրդավարությունը դա այն է, ինչ մենք տեսանք այսօր։ Եվ երկիրը կեղեքացիները այսօր արդեն Գյումրու հաղթանակից հետո պատրաստում են գրավել նաև ընդհանուր Հայաստանը։ Իրենք շատ լուրջ աջակցություն ստացան, իրենք ուրախացել են, իսկ մենք տեսանք նույն ուրախությամբ, երբ ինչ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղում, երբ այդ նույն շրջանակի պատկանող անձինք դարձան իշխանություն Լեռնային Ղարաբաղում։ Մեկ շաբաթ 10 օր հետո Լեռնային Ղարաբաղը լուծարվեց։ Եվ մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լուծարվի հանուն Հայաստանի հայկական ժողովրդավարության, ոչ, մենք դա թույլ չենք տա։ Պարոն Բլեյան, արդյոք տարօրինակ չէ, որ ընդդիմադիր ուժերը, այդ 4 ուժերը, որոնք անցել են ընտրությունների արդյունքներով, սատարում են ամենաշատ ձայն հավաքած ընդդիմության թեկնածուին, սակայն կոալիցիա չեն կազմում եւ նույնիսկ հայտարարում են, որ կապահովեն ձայներով, որպեսզի Ղուկասյանը դառնա քաղաքապետ, բայց պատասխանատվություն նրա հետ չեն պատրաստվում կիսել, սա տարօրինակ չէ։ Տարօրինակ է, բայց սա մարտավարություն է, դա նշանակում է, որ ցանկացած ժամանակ, ցանկացած որոշման ժամանակ իրենք կարող են այլ կերպ քվեարկել։ Այսինքն Ղուկասյանը խոցելի քաղաքապետ է դա։ Այո, լրիվ խոցելի, ընդ որում թե իշխանության կողմից, որովհետև կան արկա քրեական գործեր, թե իրեն սատարած ուժերի կողմից, որովհետև ոչ մեկ, ոչ մի կոալիցիա, ոչ մի հուշագիր չի ստորագրում կոմունիստական կուսակցության հետ, որքան էլ տարօրինակ է հնչում, հա։ Նախորդ ընտրություններին 260 քանի ձայն է հավաքում կոմունիստական կուսակցությունը, այս ընտրություններին հավաքում է արդեն 10 քանի հազար ձայն։ Դա նաև խոսում է նրա մասին, որ այս ընտրությունները ամեն ինչի մասին էին, բացի Գյումրու քաղաքի մասին։ Եվ այնտեղ չկար գաղափարախոսություն։ Այսինքն մարդիկ ընտրել են անձերին։ Եվ մենք պետք է նորից փաստենք, որ այո, թիմ ընտրություններում սովորաբար գաղափարախոսությունը կամ կուսակցությունը դա այնքան էլ առաջնահերթություն չի։ Վարդան Ղուկասյանը կարող մի նոր լրիվ կուսակցություն բացեր, անունը կլիներ ինչ որ մի նոր կուսակցություն եւ նա մասնակցել եւ նույն քանակի ձայներ հավաքել։ Կոմունիստական ասել որ կոմունիստական կուսակցությունը հաղթեց Հայաստանի երկրորդ քաղաքում եւ այդ կերպ նսեմացնել Եվրաքվեի նախագիծը եւ այն որ արդեն նախագահը ստորագրեց եւ այն մտավ ուժի մեջ, դա անլրջություն է, դա նշանակում է չհասկանալ ինչի մասին է խոսքը գնում։
Դուք կապ տեսնում եք, որ Վարդան Ղուկասյանը ընտրեց հենց կոմունիստական կուսակցությունը, որպեսզի հակակշռի, որպեսզի նվազեցնի Եվրադաշինքի կամ այսպես ասենք Եվրոպամետ ուժերի անունը վարկանիշը։ Այո, դա ուղղված է հենց Եվրադաշինքի դեմ, դա ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության հարատևության գրավականն է Եվրոպական միության հետ ել ավելի սերտ հարաբերությունների զարգացումը եւ ի վերջո նաեւ անդամակցությունը այդ կառույցին եւ այո Վարդան Ղուկասյան եւ մնացած այլ անդիմադիրները, որոնք անցողիկ շեմը հաղթահարել են, իրենք բոլորը նույն նպատակն է հետապնդել։ Ես վստահեցնում եմ, եթե Վարդան Ղուկասյանը չլիներ առաջին համարը, մնացած ինչ որ մեկը լիներ առաջին համարը, նույն պատկերը կլիներ, բոլորը կգնային կսատարեին, իրենց ձայները կտային այդ հաղթողին, որովհետեւ իրենք ունեն կոնկրետ հրաման։ Իդեպ մենք մերոնցով էլ քննարկում էինք, թե արդյոք այդքան անձնական վրեժխնդրությունից հետո Մարտուն Գրիգորյանը կգնա եւ կսատարի Վարդան Ղուկասյանին, ինչպես կարելի այդ ամենը անտեսել, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե լինի զանգ Կրեմլից եւ ասեն դու պետք է գնաս այդ քայլին, անպայման կգնա այդ քայլի, որովհետեւ նրանք բոլորը խոցել են, իրանք բոլորը չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, իրենք բոլորը ներկայացնում են քրեաօլիգարխիան։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը իդեպ ինքը առաջինը բերեց այդ գաղափարախոսության վրա հիմնված այդ պայքարը, որը տեղի չունեցավ, նա ինչ արեց։ 7 տարի անց եկավ Գյումրիում եւ ասաց նախկին թալանչիները փորձում են վերականգնել իրենց ունեցվածը։ Դա հենց խոսում է նրա մասին, որ իրենք ձախողել են։ Որովհետեւ եթե նախկին իշխանությունները իրավունք են ստանձնում գալ եւ նմանատիպ առաջադրանք առաջ բերել, եւ դու դա բարձրաձայնում ես, դա կարող է բարձրաձայնել Եվրադաշինքը կամ որևէ այլ կուսակցությունը, որը չունի իշխանություն։ Բայց եթե իշխանությունն է խոսում դրանից, դա նշանակում է, որ իրենք անկարող են վերահսկել։ Իրանք չեն տիրապետում իրավիճակին, որովհետև ինչ է նշանակում, երբ ազգային ժողովի падգամավորները, իշխանության տարբեր ներկայացուցիչները խոսում են, որ դուք կոռումպացված եք, դուք հանցագործ եք, բայց իրենք ազատության մեջ են։ Ինչ մի տրիվիալ հայտարարություններ է, դա ինչ մի անտրամաբանություն է, դա այդպես չի կարող տեղի ունենալ։ Պարոն Բլեյան, տեսեք, թե Երևանում, թե Գյումրիում ընդհանրապես ցանկացած բնակավայրում փորձը ցույց է տվել, որ մարդիկ, ինչպես նշեցիք, հիմնականում անձերին են ընտրում եւ ոչ թե գաղափարախոսությունը կամ այլ կուսակցությանը, արդյոք չեք գտնում, որ սխալ է համամասնական ընտրություններով կամ համամասնական կառավարում իրականացնել տեղական ինքնակառավարման մարմիններում։ Գիտեք, ամեն ինչ քննարկելի է, բայց խնդիրն է նա, որ այս 7 տարվա ընթացքում իշխանությունը ձախողեց փաստորեն։ Իդեպ, երբ իրենք սկսեցին խոսել իզմերի բացակայությունից, հենց այդտեղից արդեն եկավ այդ վտանգը։ Երբ իղձերի բացակայություն նշանակում է անձերի պաշտամունք, որովհետև եթե չկա որևէ գաղափարախոսություն, թե արդյոք դու ազատական ես, արդյոք դու պահպանողական ես, արդյոք դու ազգայնական ես, արդյոք դու սոցիալիստ ես, եթե դու մերժում ես այդ բոլոր իղձերը, իզմերը, ներողություն, դա նշանակում է, որ մարդիկ պետք է գնան ընտրան անհատ մարդկանց։ Իդեպ հիշում եմ, երբ առաջին անգամ քաղաքապետի ընտրություններ էին նշանակում եւ հարցեր առաջանում, թե ում է առաջադրելու քաղաքացիական պայմանագիրը, իսկ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանը հումորային խոսում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը իր ուսապարկին առաջադրի որպես Երևանի քաղաքապետի տեխնացու, ապա մարդիկ կգնան եւ կընտրեն այդ ուսապարկը։ Այո, դա այդպես է։ Բայց այժմ արդեն այդ հնարավորությունը, որ իշխանությունը կարողանում էր նախկինների հաշվին պահպանել վարկանիշ, դա իրականում հակառակ էֆեկտն է բերում։ Իդեպ, եթե կհիշեք, երբ Ռոբերտ Քոչարյանն եկավ իշխանության, տարիներ շարունակ իրանք ամեն ինչու մեղադրում էին նախկիներին, բոլորը մեղավոր էին նախկիներից, բայց ոչ ոք չդատվեց, դատվեց միայն մեկ հոգի Աշոտ Բլեյանը, մնացածները բոլորը ազատության մեջ էին, ընդ որում դատվեց մի այնպիսի մարդ, որ թարապես կապ չուներ կեղեքման կամ կոռուպցիայի հետ։ Այն ամենը ինչ պետք է իմանալ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Հասկանալի։ Պարոն Բլեյան, Եվրադաշինքի պարտությունը ինչն էր պատճառը։ Ասում եք, ընտրությունները ազատ էին, արդար էին,
կեղծիքներ գրեթե չեն եղել ու առանձին դեպքեր, բայց դրանք ընդհանուր առմամբ պատկերի վրա չեն ազդում։ Դուք քննարկել եք ինչն է խնդիրը։ Իհարկե, դեռ շատ քննարկումներ ենք մենք ունենալու, մենք ամենևին չենք հիասթափվել կամ հուսահատվել, հակառակը դա պայքար է, մենք պետք է գնանք առաջ եւ Եվրադաշինքը դեռ անելիք ունի անելու, կան խորհրդարանական ընտրություններ, Եվրադաշինքը գուցե եւ ընդլայնվի, չեմ կարող իհարկե նախապես ասել, թե կմնա նույն կազմը թե ոչ, որովհետեւ նման քննարկումներ դեռ չեն եղել, մանավանդ որ դա վաղ է, բայց մենք հասկացանք, որ այո, թիմ ընտրություններում, եթե օրինակ մեր տեխնացուն լիներ խոշոր սեփականատեր, ապա նա նույնպես պետք է պարտադրել իր աշխատողներին գալ մասնակցել ընտրությունների, բայց մենք մերժում ենք դա։ Մենք չենք ուզում, որ ընտրությունները լինեն նմանատիպ։ Մենք ուզում ենք, որպեսզի քաղաքացին, գյումրեցին կամ այլ տեղերում մարդիկ գնան եւ մասնակցեն ընտրությունների։ Ընդ որում որոշ թիմ ընտրություններում հաջողություն ունեցել են։ Ես օրինակ եթե խոսեմ հանուն հանրապետության կուսակցության անունից, ապա նախորդ 4 թիմ ընտրություններին մասնակցելով բոլոր տեղերում իրենք ձևավորել են խմբակցություն, հաղթանակ են ունեցել եւ հետեւաբար կարողացել են այդ եվրոպական այդ արժեքները առաջ բերել եւ հասկացնել քաղաքացիներին, բայց Գյումրին դա մի այլ իրավիճակ է եւ հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նաեւ բերեց այդ ամբողջը, ընդ որում նաեւ նույն իշխանության կողմից Եվրադաշինքը շատ քննադատվեց, ընդ որում շատ կեղծիքներ հնչեցվեցին իրենց կողմից, մեկ նույնիսկ նույնականացվեցին կեն մնացած բոլոր ուժերի հետ։ Իսկ Եվրադաշինքն ինչ էր ասում, որ նախկինները կեղեքել են, ներկաները ձախողել են, հետևաբար Գյումրեցին պետք է իրավունք ունենա այլընտրանքի, նա չպետք է շարունակ ընտրի նախկինների եւ ներկաների միջև։ Եվ ես վստահաբար կարող եմ ասել, որ 26 թվականը նույնպես լինելու է այդ այլընտրանքի մասին։ Իրենք պետք է ստանան այդ այլընտրանքը, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի լինի այլընտրանք եւ այլընտրանքը լինի իրապես առողջ Հայաստանի Հանրապետության հարատեվությանը միտված քաղաքական ուժ։ Մենք ժամանակ ունենք որ 1 տարի եւ մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Իհարկե դասեր քաղելով նաեւ այն ինչ տեղ ունեցավ Գյումրիում։ Պարոն Մլյան, հանդիպությունը ցնծության մեջ է, այսպես ասենք, Գյումրիում տարած այսպես ասած այդ հաղթանակով միանգամից ողջունեցին ոչ միայն նախկինների հետ փոխկապակցված ուժերը, այլ նաև սրբազանները, որոնք ակտիվ էին, այսպես ասած, սրբազան պայքարի մեջ, նկատի ունեմ Շիրակի թեմի առաջնորդը Բագրատ Գալստանյանը նույնիսկ հայտարարություններ արեցին, որ այս հաղթանակը բերելու են Երևան, այսինքն դարձնելու են համապետական, արդյոք հերթական քայլերթը կլինի Գյումրիից սրբազանների։ Նորից շատ ցավագին հիշեցի նույն հայտարարությունները հնչեցին, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Եվ իրենք ազգային ժողովում ասում են, որ այդ հաղթանակը բերելու են Հայաստան։ Իրականում եղավ ոչ թե հաղթանակ, այլ եղավ Լեռնային Ղարաբաղի լուծարում, չգոյություն այլևս։ Եվ այժմ իրենք խոսում են նույն բաների մասին, բայց մենք դրանով արդեն անցել ենք։ Ես պետք է ասեմ, որ նորից մեր օրենսդրությունը չի գործում, որովհետև եկեղեցականները իրավունք չունեն նախընտրական ժամանակաշրջանում մասնակցել կամ կարծիք հայտնել այս կամ այն տեղ գոյություն ունեցող, տեղի ունեցող ընտրական process-ների վերաբերյալ, իսկ իրենք խոսել են դրանից եւ չեն եղել որևէ հետևանքներ։ Հետևաբար մենք պետք է ասենք, որ փաստորեն մեր երկրում օրենսդրությունը մեկ-մեկը գործում է, մեկ-մեկ չի գործում, որովհետև եթե գործեր, ապա այն եկեղեցականները, որոնք իրենց աջակցություն են հայտնել այս կամ այն ուժի նախընտրական շրջանում, շրջափուլում, իրենք պետք է բերվեին պատասխանատվության, որը տեղի չի ունեցել։ Եվ իհարկե Բագրատ Գալստանյանը ստանում է եւս մեկ շանս, որպեսզի նամանավանդ եղանակները բացվում են, իսկ մենք գիտենք, որ իրենց մոտ սովորաբար սեզոնային սրացումներ են տեղի ունենում եւ իրենք գնան նոր քայլերթի, նոր պահանջների, նոր ապաքաղաքական գործառույթների եւ այստեղ նորից պետք է մենք խոսենք, սա ոչ թե ժողովրդավարության մասին է, այլ սա ժողովրդավարության կամ հայկական ժողովրդավարության մասին է, որովհետեւ իրենք նորից եմ ասում, ընդ որում ազգային ժողովը դեռ անելիք ունի, մինչև 26 թվականը ազգային ժողովը կարող է
օրենսդրեր են մշակել մի այնպիսի փաթեթ, որը դուրս կբերի բոլոր այն քաղաքական ուժերին, կազմակերպություններին, անհատներին, վերլուծաբաններին, քաղաքագետների, փորձագետների, որոնք այս կամ այն կերպ առնչվում են այլ պետությունների հատուկ ներկայացուցիչների հետ, առաջին հերթին իհարկե մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնության, դուրս բերվեն քաղաքական process-ներից եւ իրավունք չունենան մասնակցելու եւ սա ժողովրդավարության մասին է, սա հակաժողովրդավարական չէ, հակառակը սա միտված է ժողովրդավարությունը պաշտպանելուն։ Եվ մենք տեսնում ենք եվրոպական երկրներում նման process-ներ, զարգացումներ։ Մոլդովա, Ռումինիա, Ֆրանսիա եւ դա ոչ միայն։ Պարոն Մելյան, ազգային ժողովը ընդունեց Եվրամիության անդամակցելու գործընթացի մասին այդ նախագիծը վերջնական ընդունեց եւ ինչպես սպասելի է ժարձեգանքները Ռուսաստանից չուշացան, տարբեր կալիբրի պաշտոնյաներ հայտարարեցին, որ Հայաստանը պետք է ընտրի կամ ԵԱՏՄ, ՀԱՊԿ կամ ԵՄ, սպասելի է այդ հայտարարությունները ձեր կարծիքով եւ արդյոք Ռուսաստանը կբավարարվի միայն այդ հայտարարություններով, թե այլ գործընթացներ, այլ գործողություններ էլ կսկսի։ Գիտեք, տարօրինակ է նման հայտարարություններ հնչեցնելը, որովհետև բնականաբար դու չես կարող միաժամանակ լինել երկու տնտեսական գոտու մաս, որովհետև դու չես կարող լինել ամուսնացած երկու հոգու հետ միասին։ Իսկ տնտեսական միության կազմակերպության մաս լինելը դա ամուսնություն է։ Այսինքն հնարավոր չէ պարզապես միաժամանակ լինել եւ Եվրոպական միության անդամ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ավելին, մենք հասկանում ենք, որ Եվրոպական միության անդամ լինելը դա այս րոպեվա հարց չէ։ Դա տարիների հարց է։ 4 տարի, 5 տարի, 10 տարի։ Բայց այն process-ը, որով մենք անցնենք, շատ ավելի կարևոր է, քան բուն Եվրամիության անդամակցությունը, որովհետեւ այդ ճանապարհին մենք բազում բարեփոխումների միջով ենք անցնելու։ Եվ այդ առաջի քայլերից մեկը դա կլինի DCFTA-ը վերանայելն է, վերաբանակցելը եւ ստորագրելը։ Իսկ DCFTA-ը դա այն է, ինչ Սերժ Սարգսյանը պետք է ստորագրեր 2013-2014 թվականներին, բայց մեկ հրավերից հետո Մոսկվա նա փոխեց իր դերակորոշումը եւ մենք մտանք մաքսային միություն։ Եվ եթե մենք վերաբանակցում ենք եւ ստորագրում ենք DCFTA-ը, Եվրամիության հետ ազատ տարածքների համաձայնագիրը, ապա բնականաբար մենք դուրս ենք գալու ԵԱՏՄ-ից։ Դա նորմալ է։ Այսինքն միջև Եվրամիության անդամ դառնալը մենք արդեն իսկ պետք է դուրս եկած լինենք Եվրասիական տնտեսական միությունից, եթե մենք դառնում ենք Եվրոպական միության տնտեսական անդամ, տնտեսական այդ միության անդամ, ինչի անդամ է նաև Վրաստանը, ինչի անդամ է նաև Թուրքիան, եւ իդեպ խոսել թե Հայաստանը աշխարհագրորեն հեռու է Եվրոպական միությունից, ոչ, մեր երկու հարևանները արդեն իսկ դրա մաս են։ Հակառակը մենք ԵԱՏՄ-ից ենք հեռու եւ չունենք այդ կառույցի հետ սահման, ինչի մասին խոսում էր իդեպ նախկին իշխանություններից վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ շատ ծավալուն հոդված էր հրապարակել Նովա գազետայում։ Պարոն Մելյան, խաղաղության համաձայնագրի հետ կապված բանակցությունները ավարտվել են, Հայաստանը 24 ժամյա ռեժիմով գրեթե հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, Ադրբեջանը ձգձգում է, ցույց է տալիս, որ այնքան էլ պատրաստ չէ կամ չի ցանկանում, միջազգային հանրությունը ողջունել է այդ գործընթացի ավարտը, սակայն հայտարարություններից այն կողմ կարծես թե որևէ գործնական քայլ չի ձեռնարկում Ադրբեջանին ստիպելու ստորագրել այդ համաձայնագիրը։ Ռուսաստանը այդքան էլ ակտիվ հայտարարություններով հանդես չի եկել, բացի Ադրբեջանից ելով է փորձում ձգձգել այս համաձայնագրի ստորագրումը։ Իդեպ այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, բոլորին վերջերս մի քանի օր առաջ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը խոսել է համաձայնագրի ստորագրման կարևորությունից եւ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությունից, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանին բերել խաղաղության օրակարգ։ Եվ հետեւաբար մենք պետք է այս եռանկյունում նաեւ փորձել գտնել մի այնպիսի փոխշահավետ գործարք, ինչպես սիրում է խոսել, այդ տերմինաբանությամբ սիրում է խոսել նախագահ Թրամփը, որը ի վերջո նախագահ Ալիևին կբերի ավելի կառուցողական դաշտ եւ ցանկություն կհայտնի իր մոտ, որպեսզի գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եթե Ալիևը հասկանա, որ Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական հարաբերությունները շատ ավելի կարևոր են արդեն,
Իլհամ Ալիևի համար, քան Հայաստանի Հանրապետության առճակատումը, այդ ժամանակ նա կդառնա կառուցողական։ Իսկ Ռուսաստանի ցանկությունը բերել Հայաստանին եւ Ադրբեջանին իրենք քանի անգամ արդեն խոսել են։ Երրակողմ համաձայնությունները նոյեմբերի 9, հունվարի 11-ը եւ այլն, փոխվարչապետերի մակարդակով են հանդիպումները, հայտարարությունները տարբեր տեսակի այդ պայմանավորվածությունները եւ իրենք քանիցս ասել են պետք է վերադառնանք, մենք պատրաստ ենք, ինչ համար իրենք պատրաստ, որպեսզի տանել, բանակցել, նստել եւ կներեք հարամել ի վերջո այդ հնարավոր համաձայնագիրը, որովհետեւ իրենք պատրաստ չեն եւ իրանք չեն ցկտում ընդհանրապես որ լինի կառավարելի հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ քանի դեռ կա կոնֆլիկտ, նշանակում է կա այստեղ ռուսական շահ, ռուսաստանյան շահ, կրեմլյան շահ։ Իսկ եթե մեր հարաբերությունները կարգավորվում են Ադրբեջանի հետ, եթե Թուրքիայի համար դա արդեն դառնում է պատճառ, պատրվակ, որպեսզի ի վերջո սկսի ավելի կառուցողական մոտենալ հայ-թուրքական հարաբերությունների սահման բացմանը, ապա մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը արստեգից դուրս է գալիս։ Մենք տեսնում ենք, որ անկախ ամենից Հայաստանը հետզհետե փորձում է նվազեցնել ռուսական ներկայությունը։ Խոսքը գնում է ռազմական ներկայության մասին։ Խոսքը չի գնում տնտեսական ներկայության մասին, դա մի այլ հայտարարակ իրավիճակ է, որին մեջ Հայաստանը ներքաշվեց այս վերջին տարիների ընթացքում, բայց գոնե ռազմական առումով մենք տեսնում ենք, հայ-ադրբեջանական սահմանից դուրս եկան, Զվարթնոցից դուրս եկան, անցակետից իրանական դուրս եկան, Թուրքիա անցակետում միայն հայերն են արդեն, համատեղ սահմանապահություն կա ռուսների հետ հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին եւ բնականաբար կգա ի վերջո մի պահ, երբ օրինակ եթե օրինակ բացում հայ-թուրքական սահմանը, ապա ինչ կարիք կա, որպեսզի այնտեղ ռուսներ կանգնած լինեն։ Ես հիշեցի Վարդան Ղուկասյանին, ով պնդում էր, թե այ եթե ռուսները գնան, թուրքերը մեր վրա կհարձակվեն։ Ինչպես կարելի է մտածել, որ ռուսներն են, որ խոչընդոտում են Թուրքիային հարձակվելուց Հայաստանի վրա։ Եվ այս տարիներ շարունակ Թուրքիան փաստորեն ցանկացել է հարձակվել, գրավել Գյումրին դիցուկ, եւ ռուսները փաստորեն խոչընդոտել են։ Եվ դա այն բանից հետո, երբ ռուսական հենակետերը տեղում, ադրբեջանցիները հարձակվել էին Ջերմուկի շրջանում, եւ իրենք մեկ ժամ շուտ պարզապես այդ հենակետերը թողնում, լքում գնում էին, կոորդինատներ էին փոխանցում իրենց գործընկերներին, որի մասին ունեն համապատասխան համաձայնագիր ռուսներն ու ադրբեջանցիները։ Մենք տեսանք, թե ինչ եղավ, երբ թուրքերը խոցեցին ռուսական օդանավը եւ լոլիկներով փաստորեն վերջացավ ամեն ինչ։ Եվ խոսել նրանից, որ Ռուսաստանն այսօր ինքը փորձում է առ այսօր ամբողջությամբ դեօկուպացնել Կուրսկը եւ այնքան էլ դեռ ամբողջությամբ դեռ չի ստացվում խոսել, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Գյումրին, իսեր Աստծո, ումից պաշտպանի թուրքերից, ոչ։ Հակառակը, նա ուզում է որքան հնարավոր է ներկայացված լինի Հայաստանում, որպեսզի Գյումրի, Սյունիքի եւ այլ շրջաններն օգտագործելով տարատեսակ բարտեր համաձայնությունների գա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հաշվին, մեր տարածքների հաշվին, մեր կյանքերի հաշվին։ Ինչը մենք տեսել ենք արդեն հարյուրամյակներ շարունակ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Սա օրվա թեման էր զրուցակիցս ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանն էր, կհանդիպենք առայժմ։